Հարգելի իշխանավորներ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս ընդհանրապես կանաչապատումից չխոսեք, ընդհանրապես բացարձակ, միջև տենանք իրավապահ մարմինները ինչ են անում, ոնց են անում, վերջերս բուսաբանականի ծառայություններն էլ վկա։ Երկրորդ հարցը, որ ես կուզեի անդրադառնալ, եւ զուտ խորհրդի կարգով, ուրեմն կա կոշտ-թափոնների կառավարման այսպես ասեմ, ծրագրային զարթոնք կարելի ասել, որը հիմնականում իրականացվում է նաև ամերիկյան համալսարանի Հակոբյան կենտրոնի, Շվեդիայի կառավարության միջոցներով այնտեղ ծրագիր է իրականացվում, ես խորհուրդ կտայի նաև այդ հարցով համագործակցել մարդկանց հետ, ինձ համար առհասարակ մի քիչ հասկանալի չի ինչու է կանաչապատում ՀՕԱԿ-ը դրանով զբաղվում, այլ ոչ թե ԵԱՍՄ-ն, բայց ինքը նոր ոլորտ է եւ այնտեղ ներգրաված են նաեւ մասնավոր ընկերություններ, կա միություն արդեն կոշտ-թափոնների վերամշակման, խորհուրդ կտամ համագործակցել, այնտեղ կա շատ գիտակ մարդ, Հարութը Ալպետյան, եթե չեմ սխալվում, այսինքն այդ ոչ թե առանձին բաներ արվի, այլ հստակ համատեղ, որտեվ դա ավելի օգուտ կտա քաղաքին։ Հիմա կապված կոնկրետ ոռոգման համակարգի հետ, արդյոք ունեք որևիցե տվյալ, եւ հետո ես կարձագանքեմ էլի, Մունշավան ոռոգման համակարգը, որ անցկացվեց, ինչը դրական է։ Okay, անցկացվեց։ Քանի մարդ է միացել այդ համակարգին։ Ես կարձագանքեմ, պարոն Թորոսյան, իրականում խորհուրդներ տալուց առաջ երևի թե նաև դուք պետք է վերհիշեք, որ ձեր ֆրակցիայի եւ ձեր խմբակցության ղեկավարի տարիների ընթացքում կանաչապատման ոլորտում ինչ աշխատանքներ են արվել եւ միշտ պետք է համեմատականով նայենք, պարոն Թորոսյան, միշտ հիշում եք, չէ, որ ձեր խմբակցության նախկին ղեկավարը կամ ձեր քաղաքական ուժի ղեկավարը եղել է 3 տարի քաղաքապետ։ Այս փաստը անընդհատ պետքա դուք հիշեք։ Երևանի քաղաքապետարանը միայն նախորդ տարի 12.8 հեկտար կանաչ տարածքներ է ստեղծել։ Տնկել է ծառեր համապատասխան ոռոգման համակարգերով։ 31,000 գծամետր ոռոգման համակարգեր է քաշել։ Միայն նախորդ տարի։ Միայն նախորդ տարի։ Այս ծառերի կպչողականությունը մոտավորապես 95% է։ Ուզում եք իմանալ ձեր ղեկավարի վարած քաղաքականության տարիներին քանի տոկոս էր ոչ այնքան էական ծավալներով իրականացվող ծառատնկման աշխատանքների։ Մոտավորապես 40, պարոն Թորոսյան։ 40։ Հիմա շատ տեղեր, որտեղ որ ծառատունկ եք դուք իրականացրել նախկինում, հիմա այդպես չորացած մնացած են, որովհետև ոռոգման համակարգեր չեն քաշվել։ Եվ երբ որ մենք խոսում ենք ծառատնկման աշխատանքներից, վերջին 3 տարում մոտավորապես 45.8 հեկտար տարածք, 45.8 հեկտար տարածք, պարոն Թորոսյան, կանաչ տարածքներ է ստեղծել Երևանի քաղաքապետարանը։ Դուք դրանք կարող եք գնալ տեսնել Եռաբլուրի հարակից տարածքներում, Համալիրի ներքևի հատվածում, Նորքի այգիներում եւ այդպես շարունակ։ Ամբողջ քաղաքով մեկ, բայց քանի որ ձեր խնդիրը այլ է, ձեր խնդիրը իրականությունը ներկայացնելը չէ, ձեր խնդիրը իրականությունը խեղաթյուրելն է, ասենք տենց այս տասնյակ հազարավոր ծառերի մեջ գնալ կպնել, չգիտեմ, 4 հատ չորացած տեղին, կամ լավ է բուսաբանական այգին մեր հետ ինչ է կապում։ Մենք ինչ կապ ունենք այդ բուսաբանական այգու ծառերի հետ, ծառահատումների հետ։ Արձագանք Ես ամեն դեպքում ոռոգման հարցով կխնդրեմ այդ պատասխանեք, ուրեմն պարոն Ավինյան, ՀՕԱԿ-ը երբ որ ստեղծվեց Հայկ Մարությանի քաղաքապետ լինելու ժամանակ, երբ որ Հայկ Մարությանի եւ համապատասխան ՀՕԱԿ-ի ղեկավարությանը հարցնեին, որտեղ ինչ է տնկվել, ինչ քանակի, ինչ ծառատեսակներ, ոնց եւ ինչ, ես վստահ եմ հստակ մեկ առ մեկ ներառյալ ուրեմն բանի Եռաբլուրի պուրակը եւ մնացած շատ լուրջ աշխատանքները ձեզ հստակ կպատասխանեին մեկ առ մեկ եւ նաեւ կպատասխանեին քանի ծառա բուժվել այլ ոչ թե կտրվել ու մենք բան հաճույք եւ ինչ ասեմ երջանիկ ենք քայլել հով Երևանով տարբեր փողոցներում, դա կլինի կենտրոնում, թե կլինի արվարձաններում, որտեղ ծառեր կային, ծառերով աշխատում էին եւ ծառերը իրենց ֆունկցիան կատարում էին, ոչ թե ուղակի տենց փրթում էին, ել չեմ ասում,
շատ լուրջ կոռուպցիոն ռիսկերով գնումների մասին 170,000 դրամ ինչ-որ ծառեր ու ահագին ծառեր, եթե դուք համաձայն եք, կարող ենք միասին գնալ, չորացած ծառերը հերթով տեսնել, եթե կուզեք կարան ձեր հետ կամերաները, որոնք որ միշտ ձեզ ուղեկցում են գան, տեղում այդ ամեն ինչը ձեզ ցույց տանք, պարոն Բեգոյանին էլ հետը, որը որ իդեպ նույն Հայկ Մարությանի կողմից, ես մի րոպե, ես հեսա ավարտում եմ, Հայկ Մարությանի կողմից պարոն Բեգոյանը գործընթաց է սկսել, որ հեռացվի, որին որ դուք շատ բերել եք հետ ու մենք տեսնում ենք այս փոշոտ անծառ Երևանը ու չգիտես ինչեր եք տնկում, համապատասխան վարչության պետն էլ չգիտի մոտավորապես ինչա որտեղ տնկվում, գործ ինչ որ բաներ արվում է, բայց թղթեր, իսկ հիմա խնդրում եմ այդ ռոռոկման մասով, Մուշավան բնակուտ վայրում ես եղել եմ, մարդկանց հարցրել եմ, ասում են հա քաշել են, ցավը տանեմ, բայց չենք կարում կպնենք, թանկ է, ես ինչի մասին եմ խոսում, եթե օրինակ ծրագիր է իրականացվում, պետք է ամբողջական կոնցեպտուալ այնպես իրականացվի, նաև ֆինանսական հարցերով, որ բնակիչներին դա հասանելի լինի, հիմա ընդեղ Պարոն Թորոսյան, շատ քիչ ելույթի մի վերացեք, արդեն 3 րոպե խոսում եք։ Պարոն Թորոսյան, այստեղ էլ մի բան էլ ասեմ, ես հասկանում եմ, որ դուք Մուշավան թաղամասի մասին նոր լսել եք, որովհետև ենթադրում եմ հենց այն նույն 3 տարիներին, որ Հայկ Մարությանը քաղաքապետ էր, թաղամասի ոչ մեկ այս քաղաքապետանում չէր լսել, չէր խոսում, եւ Մուշավան թաղամասում մեր ջանքերով անցկացվել է ամբողջական կոյուղու ցանց, որը որ ԻԲՆ-ի ծնե չի եղել։ Դա արել է Երևանի քաղաքապետարանը։ Անցկացվել է գործում է։ Անցկացվել է ռոռոկման համակարգ, դեր մատնանշած խնդիրը չգիտեմ ինչ խնդիր է, այգու համար է արվել, կհասկանանք ինչա, դա էլ կլուծենք։